Հայոց լեռնաշխարհից եւ Արմնյուզի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Բարև ձեզ, դուք դիտում եք Arm Comedy գեղեցիկ եւ լրատվական հաղորդումը։ Լրատվական, որովհետեւ դե նորություններ ենք ասում, իսկ գեղեցիկ, որովհետեւ այս մեկը պատճառ չունի ճիշտ ասած։ Այսօր նոյեմբերի 28-ն է Մավրիտանիայի անկախության օրը Ֆրանսիայից։ Այո, այն ժամանակ բոլորը ուզում են անկախանային Եվրոպայից, իսկ հիմա ընդհակառակը հետ են ձգտում, ուզում են մտնեն, այս գիգանտ մտքի վերլուծության վրա կանգ առնենք եւ տեսնենք ինչ ենք դիտելու այսօրվա թողարկմանը։ Այս ճիշտ չեմ ասում։ Դրամի արժեզրկումը շատ թույն բան է, բացատրում է միջազգային փորձագետը։ Ինչպես բարձրացնել սեփական աշխատավարձը, քայլ առ քայլ ձեռնարկ բոլորի համար։ Դերասանուհի Թամարա Պետրոսյանը դերասանական արվեստի խորհուրդներ կտա պաշտոնյաներին։ Ինչու է ձեր ցուսամատը սեղմում մուկ դեղին վերնագրերի վրա։ Քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Լրահոսը ոտի վրա, ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեր հայկական լավաշը ճանաչել է ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Չգիտեմ ինչով է դա լավ, նես չի որ ուրիշները կդադարեն լավաշ թխել, բայց երևի լավ է, որովհետև մյուս անգամ որ լավաշի մեջ դնեք պանիր, sense մի քիչ թարխուն ավելացնեք աղբի, բարձու, միջուղ, ռեհան, կհասկանաք, որ հեսա մի փոքր անց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգությունն եք ներս անելու։ Մենք անընդհատ լսում ենք, որ Հունաստանի տնտեսությունը վատ վիճակում է, ու ես այդքան լուրջ չէի վերաբերում, մինչև չտեսա, որ Լեսբոս, փոքր Լեսբոս կղզին վաճառում են նրանք։ Ուզում եմ ասեմ, գուցե լավ է, որ մենք կղզիներ չունենք։ Ամերիկացի գիտնականները պարզել են, որ պետք է առանց շոր քնել, որովհետև այդ դեպքում նյութափոխանակությունը արագանում է ու դրա հաշվին նիհարում ես։ Ամերիկացի գիտնականները դեռ ծանոթ չեն մեր այս տարվա գազի գնի հետ։ Հավատացեք, մենք շոյերով էլ որ քնենք, մեր նյութափոխանակությունը լավ արագ կլինի։ Երևանի հիվանդանոցներից մեկի տնօրենին այսօր առավոտյան ժամը 8-ին տեղափոխել են հիվանդանոց, այն բանից հետո, երբ նա նստեց տաքսի եւ ասաց. «Տեղափոխեք ինձ հիվանդանոց»։ Հնդկազավարը գրեչկան թանկացել է 40%-ով ու ասում են, որ դա պայմանավորված է միջազգային շուկայում գների բարձրացումով։ Մի րոպե, այդ բենզինի գների կրոտիտներ։ Հա, ճիշտ ես ասում, բայց դե հիմա ներկրողները տեսան դրսում թանկացել է, ինչքան ստեղ արդեն ունեին դեռ հին ցածր գներով ներկրած, դրին թանկացրին։ Դա էլ է բենզինի ներկրողների սիրված կրոտիտներից։ Դե ինչ ասեմ, Սիրգեյ ջան, լավ մտքերը տենց են, բոլորը ուզում են արագ գողանալ։ Իդեպ շուտով շուկայում կհայտնվի պրեմիում, սուպեր ու ռեգուլյար տիպի հնդկազավար։ Եվ այսպես Վերա Բրեժնևան վերադարձավ տուն, իսկ վիճակագրության համաձայն այն օրերին, երբ նա Երևանում է, այստեղ կրճատվում է քաղաքական ակտիվությունը եւ մարում են ընդդիմադիր տրամադրությունները։ Ընդդիմությունը նույնիսկ մեղադրում է նրան կարևոր խնդիրներից հասարակության 50%-ի ուշադրություն շեղելու մեջ։ Օրը սկսենք բարի լուրից, շարունակվում է տարբեր կառույցների ուրախությունը դրամի արժեզրկման կապակցությամբ։ Անցած անգամ պարզեցինք, որ կենտրոնական բանկը շատ ոգևորվել էր դրամի անկումից, բայց դե մերոնք են, կարող է մի քիչ կողմնակալ լինեն։ Իսկ հիմա արժույթի միջազգային հիմնադրամը եւս ողջունել է դրամի դրամատիկ անկումը։ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը հակադարձելով որոշ տնտեսագետների կիսում է կենտրոնական բանկի գնահատականն այն մասին, թե դրամի վերջին օրերի արժեզրկումը կնպաստի տնտեսական աճին։ So these are two ways in which the adjustment in the exchange rate could help to support growth. Փոքր բիզնեսի համար սա ինչ-որ իմաստով նպաստավոր կլինի։ Վայ Դաբան Սանչես, վայ կրակ։ Դե նա ասեք փոքր բիզնեսի խթանման ծրագիր են անում։ Ու ոչ միայն։ Դա կօգնի նաև հատկապես խոշոր արտահանողներին, որոնք խոշոր գործատու են, ուստի այս տեսանկյունից կնպաստի տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանն ու նաև աղքատության հաղթահարմանը։ Դե նա ասեք մեր բոլոր խնդիրները լուծվում են դրամի արժեզրկման շնորհիվ։ Ու ոնց չենք ֆայմում ավելի շուտ բռնել ու արժեզրկել դրամը։ Իրոք
Կենտրոնական բանկ ջան, տպելու մեքենան գազ տվեք, գազ։ Դաբան Սանչեսը մեջքներից կանգնած է։ Տնտեսագետների մի մասը մտահոգություն է հայտնում, թե դրամի արժեզրկումը կբերի բնակչության կենսամակարդակի անկմանը։ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Սանչեսը սակայն կարծում է. Սանչեսը ջե Դաբան Սանչեսը։ Մի րոպե էլի մի խանգարի թող վերջացնի։ Տրանսֆերտներից մեծապես կախված հայաստանցիների համար սա դրական ազդեցություն կունենա։ Թույլ տվեք տրանսֆերտներից կախվածների անունից ձեզ օթային պաչ ուղարկել։ Բայց գները կարող է թանկանան, Սերգեյ, հետո կարող է։ Գները թանկան մի պետք է գտնես չի անպայման սրա մեջ։ Տիկին Սանչես, Դաբան Սանչես։ Դաբան Սանչես, իսկ մենք կարող ենք ինչ-որ բանով օգնել, մեր կողմից ինչ-որ մի լավ բան անել։ Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության կազմում Հայաստանի ապագային արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնյան ընդգծեց, որ Հայաստանը հիմնական ուշադրությունը պետք է սևեռի ոչ միայն այդ, այլև Եվրամիության ուղղության վրա։ Ոչ մի խնդիր։ Կարևորը ԱԺ-ի 2 օրվա այս վերջի քննարկումները իրականին չհասնեն։ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միանալու հարցն այսօր դրական եզրակացություն ստացավ խորհրդարանի տնտեսական հանձնաժողովում։ Շուրջ 2 ժամ տևած քննարկումից հետո հանձնաժողովի անդամների մեծ մասը կողմ արտահայտվեց Հայաստանի անդամակցությանը։ Հա, այդ որ ասում ենք Եվրոպայի հետ զարգացնենք, բան, նկատի ունենք գրանտեր, ֆուրշետներ, կոմպեր ու սոցիալական այցելություններ դեպի Պրահա տան մեզ։ Հա, բա Եվրոպայի հետ համագործակցությունները ոնց է ալնում։ Եվրոպայի հետ կարելի է զարգացնել նաև քաղաքակրթական, մշակութային կապեր, բարեփոխումներ իրականացնել։ Այդ ոնց, Մհեր ջան։ Դե չգիտեմ, առայժմ եղել է մենակ կոմպեր, գրանտեր, ֆուրշետներ ու այցելություններ Պրահա։ Լավ, վերադառնանք ԱԺ։ ԲՀԿ-ն, որը մի քիչ ամաչելով էր մոտենում ԵՏՄ պայմանագրին, որովհետև դե կստացի ՀՀԿ-ի հետ ինչ-որ հարցում համաձայն են, ասել է։ Դուք հայտարարեցիք, որ կողմ եք քվեարկելու, կարող ենք ասել, որ սա Եվրասիական այո, որ սա ԲՀԿ խմբակցության դիրքորոշումն է եւ խմբակցությունը ամբողջությամբ կողմ է քվեարկելու։ ինչ եք կարծում, ասինքն ես առանձին որպես այդ խմբակցության падգամավոր եւ քաղաքական խորհրդի անդամ եկել եմ ինքս առանձին իմ տեսակետն եմ, իհարկե։ Okay, մի կանգնեք։ Կարող է այսօրվա իմ քվեարկությունը հանկարծ տարբերվի, ասենք, բայց ելը եմ ասում, հիմա ապրենք մինչև 2 շաբթի, ոնց որ հայտնի կինոյում ասված։ Այո, որովհետև այդ 3 օրվա ընթացքում ԲՀԿ-ն կարող է դառնալ եվրոպական արժեքների կրող Կամ չինական, ուղղակի սպասենք մինչև 2 շաբթի։ Իսկ այդ ընթացքում վարչապետն ասաց, որ ԲՀԿ-ի հետ գնում են ինչ-որ բանակցություններ։ Երեք վարչապետը նաև ասել է, որ ոչ իշխանականների հետ մեջբերում եմ, խոսում բանակցում են եւ ինչ խոստացել են ապագայում իրականացնելու են։ Բարգավաճ Հայաստանից Միքայել Մելքումյանը ասաց, որ որևէ բանակցությունների մասին ինքը տեղյակ չէ եւ առաջին անգամ այդ մասին վարչապետից է լսում։ Ես տեղյակ չեմ հանդիպումներից, գիտեմ այնքան, որքան դուք գիտեք։ Այսինքն Մելքումյանի մեջքի հետևում են հանդիպում։ Մի արեք էլի տես բաներ բարեկամներ։ Տեսեք ինչ ընկճված ու անհարմար վիճակում եք թողնում ձեր գործընկերոջը։ Երեք երեկոյան կարդացի համացանցում, որ ինքը ուրեմն այդպեսի հայտարարություն էր։ Ինչու՞ չեն գոնե մի հատ զանգել տեղյակ պայել այս մարդուն։ Ապեր դե զանգում էինք, անհասանելի էր այդ պահին։ Դե մի SMS գրեիք։ Րոպե չկար։ Ռոպե չկար ԲՀԿ-ում։ Այդ պահը ոնց որ հաշվի չի արել, աղքու չանցավ։ Իսկ հիմա տեսնենք ինչ է կատարվում ֆանտաստիկ վերնագրերի աշխարհում։ Շատ դեղին վերնագրերի մեջ գտել ենք այսօր հետևյալը։ Վահե Հակոբյանին կփոխարինի Գագիկ Խաչատրյանը։ Բաբաբաբամ, բուն վերնագիրը ցենց ոնց որ հուշի, որ ֆինանսների նախարարը գնալու է ուրիշ, շատ ավելի չգրավիչ պաշտոնի, բայց հետո պարզվում է, որ պարզապես ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը ժամանակավորապես տալիս են հերիքչի Գագիկ Խաչատրյանին, այն էլ մեկ լրիվ ուրիշ Գագիկ Խաչատրյանի նույն հաջողությամբ կարող են գրեն, որ Երևան ժամանեց Չելենտանոն։ Բայց դե տենց եղել է։ Հա, բայց դե լրիվ ուրիշ Չելենտանո էր։ Այսպիսի վերնագիր Ադրբեջանում որպես եվրոպական խաղերի խորհրդանիշ ընտրել են հայկական նուռը։ Նախ առաջին ասկից դա ավելի շատ Չիպոլինոն է, հենց որ թողի տալացիկ շուխուրդն է, երկրորդն էլ ինչից վերցեցիք, որ դա հենց հայկական նուռն է։ Նուռը էլի։ Ես սարսափելի լուր ունեմ, նուր, ծիրան ու խաղող ուրիշ երկրներում եւս աճեցնում են։ Ու ավելի սարսափելի բան, լամաջոն ու շաուրման հայկական չեն։ Սենց վերնագիր։ Երևանի մարմնավաճառները ու վերջ, այդ վերնագիրը թույն վերնագիր, որի վրա կսեղմի բնակչության առնվազն կեսը, ու դե պարզվում է, որ ոչ միայն վերնագիրն է դեղին, այլև հոդվածը, որը ուղղակի լիքը պիկանտ նկարներ է ինչ որ մարմնավաճառների, բայց ոչ մի հեռախոսի համար չկա, մենակ նկարներ։ Դե երևի զուտ ինֆորմատիվ հոդված էր։ Լավ, տագնապային վերնագիր։
Երևանի կենտրոնը խեղտամահ է լինում։ Մտածում ես ինչ-որ գազի արտահոս կա եղել կամ ինչ-որ սերիական մանյակ է հայտնվել, որ բոլորին քաղաքում խեղտում է։ Բայց դե մի խնդրեմ կլինի, որ գրել են։ Եվ հենց դրա համար քլիկ ես անում, բայց պարզվում է ինչ հերթական իրար կողք բթած շենքերի մասին վերլուծական, ահա կենտրոնն է։ Քաղաքական երկիծանքի միակ հեռուստաշոու Farm Comedy Լավ նորություն ունի քաղաքապետարանը 7000-ից ավել ընտանիքների համար։ Ինչ որ բան վերաասֆալտապատվում է։ Չէ, այս անգամ բարձրացնում են աշխատավարձեր։ Մենք 15 թվականին նախատեսում ենք 7000 աշխատակիցների, 1750 համայնքային ծառայողների, 4500 մանկապարտեզների աշխատողների եւ 500-ից ավել գրադարանի աշխատողների աշխատավարձների բարձրացում։ Դե շատ լավ որ բարձրացնում են, վերջապես իրոք օգտակար որոշում, հեսա դիտենք ոնց է ավականին միասնական համերաշխ քվեարկում։ Հա, չեմ պատկերացնում, որ ինչ որ մի բան կարող է սխալ գնա։ Դու նկատել ես, որ ամեն անգամ մենք սենց ենք ասում, ինչ որ բան սխալ է գնում։ Չէ, ոչ այս անգամ։ Խոսք չենք տվել, էլ խնդրում եմ։ Չհասկացանք ու խանգարում եք նիստ արդեն։ Տիկին Պողոսյան օպերայում չեք գտնվում, երբ որ օպերային կգտնվեք, այնտեղ կխոսեք։ Ինչի պետք է սենց լիներ, չէ որ պետական աշխատավարձերը միշտ էլ իրոք ցածր են։ Ու վստահ եմ քաղաքապետարանն էլ ավելի շատ վիզ կդնի այդ բարձրացումից հետո։ Սա մենք կարծում ենք, որ ուղիղ վերաբերվում է աշխատանքի արդյունավետությանը։ Ահա, տեսնում եք, ավելի արդյունավետ կաշխատեն։ Թումանյան փողոց բռնվի աչքից քեզ էլի ասֆալտապատելու են։ Բարգավաճ Հայաստանի ավականու անդամները բոյկոտեցին նիստը եւ լքեցին դահլիճը։ Թամար Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, ինքը ընդամենը ցանկանում էր հիշեցնել քաղաքապետին, որ որոշմամբ միայն քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերն են բարձրացվում։ Փաստորեն այդ օրը կոնկրետ 1700 քաղաքապետարանի աշխատակիցներն բարձրացեցին, այն մնացածինը դեռ պլաններում է։ Բայց ինչու ոչ հակառակը, սկզբից այն 7000 հոգունը բարձրացնել։ Մի վարքան ինձ հուշում են, որ տենց էլ եղել է։ Զրույցների արդյունքում պարզվեց, որ գրադարանների կամ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը առանձին են բարձրացվել եւ այս որոշման հետ կապ չունեին, բայց ինչպես պնդեց փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը, ղեկավարությունը չի կարող աշխատակիցներից ցածր ստանալ։ Հանճարեղ էր։ Այսինքն, եթե քո աշխատողների աշխատավարձը քոնից շատ ես դարձնում, ստիպված քոնն էլ պետքա բարձրացնես, բա այտենց չի մնա։ Դու չէ, այտենց ոնց կլինի։ Լսի, ես թույն միտք ունեմ, մհեր Եթե կանգնած ես նստի, եթե նստած ես կանգնի ու նորից նստի։ Ինձ այդքան չեք վճարում, որ կանգնեմ նստեմ։ Այ հենց դրա մասին էինք ուզում խոսել, մենք ստեղ քննարկեցինք Սերգեյի հետ, որոշեցինք, որ քո աշխատավարձը պետքա կտրուկ բարձրացվի։ Լուրջ տղերք, մերսի, ինձ էլ թվում էր արդեն չեք տեսնում իմ քրտնաջան աշխատանքը, չեք գնահատում։ Տեսնում ենք մհեր ջան, ոնց չենք տեսնում։ Հա չէ, սա իսկականից կարող է հուզվեմ, բայց լուրջ չէի սպասում ձեզնից sense գեղեցիկ անշահախնդիր քայլ։ Կարծում ես ջոգեց ինչի համար ենք անում։ Դժվար։ Իսկ քաղաքապետարանում այդ աշխատավարձը բարձրացնելու որոշումը շատ համեստ սուս-փուս ընդունվեց։ Շնորհակալություն, օրակարգի 7-րդ հարցը ընդունվեց։ Բայց ԲՀԿ-ն իզուր դուրս եկավ։ Ինչի։ Թող մի քիչ նար, մի քիչ տեսներ այդ ոնց է լինում, որ մեծամասնությունը որոշումը անցկացնում առանց իրանց լսելու։ Քանի տարի է իրանք էին հանրապետականի հետ նույն բանը անում, թող հիմա տեսնեն ընդդիմադիր լինելը որն է։ Այլ ընտրանք մեռա ասելով, այլ ընտրանք։ Այդ որն է, ես չեմ հասկանում։ Տղերք, իսկ ինչ-որ թուղթ պետքա բերեմ, չգիտեմ, աշխատանքային գրքույկ աբանա։ Սպասի, հա այլ ընտրանք են, այլ ընտրանք իշխանությանը։ Բանդիմությանը։ Իրանց էլ են այլ ընտրանք։ Իսկ հիմա ուրախությամբ ուզում ենք նշել, որ մհերը բարեհաջող վերադարձել է այսօրվա ռեպորտաժից հետո։ Այո, մեր Մհեր Խաչատրյանը գնացել էր միտեղ, որտեղ հավաքվել էին տասնյակ կիսամերկ տղամարդիկ, որոնք յուղել էին մարմինները բարիս բուն իմաստով։ Հոп, էսի չեք խոսում։ Ինչ ճիշտ չեմ ասում։ Դե ոնց ասեմ, ճիշտը ճիշտ է, բայց քանի ֆանտազիաները չեք աշխատացրել, եկեք մեր ռեպորտաժը նայենք նոր, հա։ Վերջերս Երևանում կայացավ բոդիբիլդերների հերթական մրցույթը, իսկ դե ով գնար լուսաբանելու, եթե ոչ ես, Arm Comedy-ի ամենամուսկուլոտ տղեն։ Բոդիբիլդերներին բռնացրի բեմ դուրս գալուց առաջ, նախավարժանքային վիճակում։ 14 տարի է հաղթում են,
Ուզում եմ 15 Խասաթա դարել արդեն։ 15-րդ տարին եմ ուզում արդեն։ Ինչքան է գնահատում ձեր շանսերը։ Ասենց հիմա նայում եք, էլի մնացածը։ Աստված ումոր հաջողություն կուտա, չեմ կրնացել։ Քանի տարի է զբաղվում եք։ 30 տարուց շատ։ Ինչքանով շանս կա, որ ես այսօր ծեծ կուտեմ ստեղ։ Դե եթե ես քո կողմը կայնեմ, հաստատ ծեզ չես ուտի։ Բրի ժպտաս, բայց ժպտաս ու Այդ կարանք մի հատ փորձենք միասին, ես օրինակ միմիկայից սկսեմ։ Միմիկայից, այսպես։ Դու ձգում ես քեզի մարմինը լրիվ ու ժպտում ես։ Ջոգեն։ Ինչ է։ Որ ես էլ հիմա հելնեմ մասնակցեմ։ Կզռա ինչ որ բան։ Նա Ինչը կմատնի ինձ։ ոչ մի բան, կավա չերևաս։ Կուրտկեն չէ ամենաշատը։ Ես սկսում եմ, ինչի՞ չեք հանվել արդեն այդ բանը քսել։ Մեր ջան, լրագրողները իրենց խոսքը երբ որ ասում են, հավատա դահլիճում 200-250 հոգի մարդ կա, մեր ասած խոսքը խոցում է հազարների։ Ես ուղղակի հարց եմ տալիս գնամ, էլի ոչ մի։ Ինչից պետք է վախենա կուլտուրիստը։ Бахена? Ничего себе бахена. Культурист это тоже человек. На русском можно говорить? Вам все можно. Культурист это человек, чего он должен бояться? Только за здоровье, наверное, все. Сейчас я боюсь за свое здоровье, честно. Հեսա գլուխդ կպոկեմ դեմ կոնացին։ Այդ ինչ է, ժպտալով ես անում, գլուխը փոկում ես։ Ժպտալով։ Ինչ մրցանակ են տալու հաղթողին։ Մրցանակը լինելու է գումարային, լինելու է սպորտային սնունդ։ Կարող եք։ Սա չէ, բավարար է։ Все нормально. Да? Да. Аса. Просто видите, я худой, а вы... Это не главное. Это не главное. Размер это не особо значения не имеет. Главное человечность, человеческие качества, доброта, доброжелание. Вот это Мне не бояться вас, да? Не надо меня бояться, я обыкновенный человек, с большим уважением отношусь к тем, кто ко мне относится с уважением. Да, я уважаю вас очень. Ինչ զավեշտալի դեպք կպատ։ Շարունակեք դուք արդեն։ Ինչ զավեշտալի դեպք կպատմեք կապած կուլտուրիստներից ինչ որ լեգենդներ կամ Լեգենդներից հենց Կարլ Շվարցնեգերի մասին պատմեմ, որ իմ տարիքում հենց իմ օրին էլի իրավիճակամոտ ստեղծվում, որ մրցումներից առաջ իր ընկերոջ հետ գնում Արաքս սննդի կենտրոն։ Чего не должен бояться культурист? Вы просто такой вопрос задаете. Я Станислав, чего не должен бояться культурист? Или чего должен бояться? Я не знаю. Тупой вопрос, да, наверное? Не, вопрос не тупой, он глупый просто. Чуть глупый, я не знаю. Как... Но до тупого не дотягивает. До тупого не дотягивает, нет. Это մրցումներին կբրմա երկրորդ տեղ։ Սուտ իր բկլիկության համար։ Դուք նույն տարիքում եք հիմա։ Այո։ Я слышал, что в Америке существует протеиновый монстр, это правда? Я не знаю такого. Я про Америку не знаю. Я знаю про Россию. В Америку я... В России нету такого? Такого нету, нет. Про протеинового монстра? Нет, еще есть вопросы какие-то? Все, я пошел. Очень глупые вопросы. Очень глупые, да. Очень глупые. Ну, мне надо поработать над собой, знаете. Работайте, да. Только остроумие надо убрать в сторону свое, убрать чуть поработать. Именно нормальные, четкие вопросы задавать, чтобы нормально вам четко отвечали. Да, хорошо. Я больше не буду, я пошел. Все, извините. Անվտանգության նկատառումներից ելնելով այսքանով դադարեցնեմ նկարահանումներս, որովհետև ինձ թվում է մի 15 րոպե մնայի։ Պարզ ասեմ, գլուխս կջարդեին։ Մայր Խաչատրյան, Հարութ Հակոբյան, հատուկ Armcomedy համար։ Եվ այսօր մեր հյուրն է ուրիշի փոխարեն ֆիլմի աստղ Թամարա Պետրոսյանը, Թամարա ջան, ողջույն։ Նախ ինչի տենց վարվեցիք պատգամավորների հետ, մարդիկ տոմսեր առան գնացին ու պարզվեց, որ ուրիշի փոխարեն քվեարկելու մասին չէր ֆիլմը։ Այո, ցավոք սրտի։ Դա ինձ թվում է հատուկ ենք այդպես արել, տենց անակնկալներով լի երեկո էր։ Դա անակնկալներից մեկն էլ այն, որ ես էլ չկայի։ Դե ոնց է ինչ տպավորություններ։ Եթե դժվար չի, ուղղակի ասեք ինչպես է վերջանում կինոն։ Չէ, չեմ ասի։ Չեմ ասի ինչպես է վերջանում։ Ես տենց գիտեի ճիշտ ասած, ես։ Էդ էլ չեմ կարող ասել։ Ես ինտերնետից Okay, նոր տարուն ցույց տալու են։ YouTube գցելու են։ Հա, մեկ։ Առաջինը։ YouTube գնալու է։ Հնարավոր է։ Իսկ նոր տարուն ցույց են տալու։ Էդ էլ է հնարավոր։
Պետքա չասենք, այդ հիմա պետքա չաս, այս մասը կտրում ենք։ Ամեն դեպքում պետքա գնացվի ու նայվծվի, որովհետև ես ասել եմ շատ հետաքրքիր կադրեր կան, կապված են որ գնում են Յուպիտերի մոլորակի մոտ, այնտեղ 3 տարբեր մոլորակ են, հա, պետքա ընտրեն որին Interstellar-ն է։ Հա, Interstellar-ն է։ Դուք ինչ կինոից եք խոսում հիմա, ես չեմ հասկանում։ Ինչ ֆիլմ եք։ Այն որ 3 փորձում են Բրիտանի մոլորակ գտնեն։ Հարցը ես տամ, ոնց է աշխատել Մեթյու Մակկոնեհի հետ, հա, ինքը ինչ ձևակի անդամ։ Դրեք այդ էլի Interstellar-ի բանը։ Ինքը այդպես որ չէ։ Դիկապրիո չի։ Հա, հա։ Բայց ինքը Օսկար ունի։ Բայց Օսկար ունի Դե գիտեք դա չափանիշ չէ հիմա արդեն։ Բայց բավականին ճկուն է։ Խստապահանջ է շատ ինքը։ Հա։ Այսպեսի մի հարց է, ֆիլմում կան չափազանց հուզիչ տեսարաններ, որովհետև մեզանից մեկը, ես չեմ ասի ով, ցանկացած ֆիլմ դիտելիս հուզվում է, Interstellar-ի ժամանակ էլ հուզվել։ Հիմա ինչ սրտով նա գնա այդ ֆիլմը դիտելու։ Բաց։ Թաշկինակ վերցնում է, թե բաց սրտով, լայն աչքերով, լայն հոգով։ Բայց հիմնական շեշտը դրված է զվարճանքի ու ծիծաղի վրա, չէ՞։ Չէ։ Հիմնական շեշտը դրված է լիրիկայի վրա։ Լիրիկայի ռոմանտիզմի, ինչու՞ չէ, ու տակի մի շարունակ եկել։ Ես առաջարկում եմ կտրուկ ինչ որ թեման փոխենք, որտեվ հեսա կհասնենք։ Եվ այսպես ազգային ժողով։ Այո։ Եվ դերասանություն։ Այդ երկուսը փորձեցինք կապել եւ հարցեր ենք պատրաստել։ Փոքրիկ պանտամիմա եկեք փորձենք անենք։ Մենք ասենք իրավիճակներ ու դուք փորձեք այդ իրավիճակի տենց ցույց տալ դրա խաղը, ինչպես խաղայիք այդ իրավիճակը, հա։ Օրինակ, պատկերացրեք դուք падգամավոր եք, որը քվեարկում է ուրիշի փոխարեն։ Խիղճը տանջում է ոնց որ։ Ջոմս խիղճը տանջում է։ Չէ, խիղճի մասը պետք է հանել։ Այս առաջի անգամն եք քվեարկում ոնց որ։ Պլյուս Շատ լավ, ես էլ գնաց։ Պատկերացրեք, ձեզ հենց նոր ընտրել են ազգային ժողովի կամ նշանակել են ազգային ժողովի նախագահ ու դուք փորձում եք հասկանալ ինչու։ Okay։ Լրագրողները հենց նոր բացահայտեցին, որ դուք ունեք խոշոր բիզնես։ Չէ՞ լավ, տենց ված չէ։ Զգում ես ինքը շատ նման էր ուրիշի փոխարեն քվեարկողին։ Մի բան կա այդ վիճակագրորեն դրանք հատած համընկնում։ Դուք հենց նոր իմացել եք, որ դուք անձեռնխելի եք ու փորձում եք հասկանալ այդ ինչ է նշանակում։ Տղեկ, բայց շատ ջրիկացանք էլի, ես ուզում եմ մի հատ լուրջ հարց տալ։ Քիչ լրջացնենք իրոք։ Դուք որպես թատրոնի մարդ ավելի շատ որ մեթոդին եք հակված, Ստանիսլավսկու թե Միխայել Չեխովի, որն է ձեզ ավելի այդքան չխորանանք, բան նարեկ դու հարց։ Բայց մարդը ուզում է պատասխանի կարող է։ Հիմա ինչի համար դերասանները որ մեթոդներ են քիչ դժվար է, շատ վերջին սկանդալը, որովհետև դուք հայտնվել եք սկանդալում։ Չէ, ես ընդհանրապես սկանդալների հեռու եմ մնում, вообще կոնֆլիկտասեր մարդ չեմ։ Չկա ձեր մասնակցությամբ նյութ, որը պայթեցրել է համացանցը։ Ոչ։ 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 Okay։ Շնորհակալություն, որ եկաք, ուրիշի փոխարեն արդեն կինոթատրոններում եք, գնացեք նայեք անպայման։ Ես հուշեմ, որ այդ այնչի որ Յուպիտերի մոտ գնում են ու 3 պիտանի մոլորակ են փորձում գտնել, ոնց որ մանավանդ արդեն փչացրեցի այդ։ Արմկոմիտներ այսօր այսքաններ։ Վերջում եկեք դիտենք վիդեոբոցը։ Միշտ շտապեք, դանդաղ շտապեք, երբ որ ժամանակը գա, փոխվարչապետի հարցը կքննարկվի եւ կնշանակվի։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my keep the baby, and he keeps them out of sight. Do you know where that shark bites? Ուրա։ Ինչ ես մանդա։ Այլ քուրա կուրկես։ Որ Բրեժնևայի հետ սելֆի արա այդ կուրկեն։ Ես չեմ որը։ Մի կարող է Գագոյի սենակում լինի։ Մի հատ Գագոյի մոտ նայ։ Առավոտը ստեղ էր։ Որտեղ եմ ձեն արեք, էլի։ Հա։ В котором я живу, не делится на части.